Սոցցանցերում, գովազդային հոլովակներում եւ տարբեր կայքերում ամեն օր հայտնվում են նոր դիետաներ եւ նիհարեցնող տեղահաբեր, որոնք խոստանում են կարճ ժամանակում զգալի արդյունք առանց մեծ ջանքերի, իսկ հնարավոր ռիսկերի մասին գովազդողները լռում են։ Էնդոկրինոլոգ դիետոլոգ Անուշ Միրզոյանի խոսքով պաշտոնապես չհաստատված եւ վերահսկողության բոլոր փուլերը չանցած նիհարեցնող տեղահաբերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար։ Մասնագետը նշում է, անկախ նրանից այդ դեղամիջոցը իրականում նվազեցնում է քաշը թե ոչ, դրա անվտանգ լինելը երաշխավորված չէ։ Քաշի նվազեցման համար կան աշխարհում գրանցված քաշ նվազեցնող պրեպարատներ, որոնց մեջ կան եւ հաբերի տեսքով եւ սրսկման տեսքով պրեպարատներ, սրանք անցել են բոլոր վերահսկողության, այսպես ասած, փուլերը եւ անվտանգ են առողջության համար։ Չնայած, եթե մենք դա չենք կիրառում բժշկի ցուցումով եւ բժշկի հսկողությամբ, այստեղ էլի կունենանք խնդիրներ։ Համացանցում վաճառվող տեղահաբերի բաղադրությունը շատ հաճախ հստակ նշված չէ։ Գնորդը չի կարող վստահ լինել իրականում ինչ է ընդունում։ Օրգանիզմի համար վնասակար կարող են լինել նաև արագ դիետաները։ Քաշի կտրուկ նվազումը հաճախ ուղեկցվում է ոչ միայն ճարպային, այլև մկանային զանգվածի կորստով։ Բացի այդ, նման դիետաները շատ դեպքերում ունեն կարճաժամկետ ազդեցություն, եւ դրանց ավարտից հետո քաշը կարող է արագ վերականգնվել։ Ժամանակակից աշխարհում խորհուրդ չի տրվում պահել խիստ մոնոտոն դիետաներ, փոքր կալորիականությամբ դիետաներ, արագ քաշի նվազեցում։ Խորհուրդ են տալիս բոլոր ուղեցույցերով քաշը նվազեցնել դանդաղ, աշխատել սննդային սովորությունների վրա, փոփոխել սննդային սովորությունները, դարձնել դրանք ավելի առողջ եւ գտնել քաշի ավելացման պատճառները եւ աշխատել այդ ուղղությամբ, ոչ թե հետևել ստանդարտ դիետաների։ Քաշի ավելացումը միայն ֆիզիկական խնդիր չէ։ Դիետայի անցնելու պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներ են լինում, սակայն մարդիկ պետք է գիտակցեն, որ արագ նիհարեցնող միջոցները կարող են չարդարացնել իրենց սպասումները, փոխարենը հոգեբանական վիճակն ավելի բարդացնելով։ Իրականում չկա ունիվերսալ կամ հրաշք որևէ դեղամիջոց կամ որևէ դիետա, որը մեզ կօգնի շատ կարճ ժամանակում, օրինակ, չգիտեմ, 10 օրում կամ 1 ամսում հասնել ցանկալի արդյունքի, ունենալ ցանկալի տեսք կամ ցանկալի ինքնագնահատական հոգեվիճակ։ Հետևաբար մենք պետք է շատ պատկերացնենք ինչ են իրենք իրենցից ենթադրում եւ որպեսզի ունենանք կայուն արդյունք, ինչը ենթադրում է երկարաժամկետ կայուն վարքային փոփոխություններով արդյունք, մենք պետք է դիտարկենք, որ արագ ոչ մի միջոց մեզ չի օգնի։ Հոգեբանի կարծիքով եւս գլխավորը խնդրին մասնագետի միջամտության մոտենալն է եւ ինքնուրույն որոշումներից խուսափելը։ Իմ պրակտիկայում աշխատելով սննդային վարքի խանգարում ունեցող մարդկանց հետ հիմնականում միջդիսցիպլինար խումբ ենք ունենում, որտեղ աշխատում են սննդաբանը, հոգեբանը եւ առանձին դեպքերում կարող ենք աշխատել օրինակ հոգեբույժի հետ, էնդոկրինոլոգի հետ, որպեսզի մարդը կարողանա ամբողջական մոտեցում ստանա իր հարցին։ Մասնագետները հիշեցնում են, նիհարեցնող տեղահաբերը եթե նույնիսկ նիհարելու արդյունքին հասցնեն, փոխարենը կարող են վնասել ու ախտահարել տարբեր ներքին օրգաններ, հետագայում բերելով լուրջ առողջական խնդիրներ, իսկ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի։ Միլենա Գևորգյան, Արման Թովմասյան, լուրերի համար։